Կապիտկի տարում ծնված Ալեն Սիմոնյանի համար կյանքի լավագույն տարիները ավարտվում են, եւ այդ միտքն արդեն հանգիստ չի տալիս։ Սթրեսը, անքնությունն ու ապագայի նկատմամբ անորոշությունը շարունակում է ուղեկցել ձեզ ողջ տարվա ընթացքում։ Դուք ազգային ժողովը ոտքի տակ խալի դարձրած այն եզակի պաշտոնյան եք, որ կարողանում եք միջև նշված վերջին ժամկետը պաշտոնավարել ազգային ժողովի նախագահի պաշտոնում։ Նախկինում բոլոր ազգային ժողովի նախագահները կեսից հեռացել են կամ սպանվել։ Թիմի ներսում անհասկացվածությունն ու ձեզ չսիրելու, չգնահատելու զգացողությունը կուղեկցի նաև 2026-ին, քանի որ տարվա առաջին կեսը պետք է կաշվից դուրս գալով ապացուցեք, որ հավատարիմ եք, որ արժանի եք, որ պետք է ձեր տեղն ունենաք։ Հասկանալի է, որ վարչության կազմը մի կերպ մտնելով դեռ չեք ապահովագրել հաջորդ իշխանական վերադասավորումներում ձեզ համար ցանկալի տեղը։ Շարունակեք ձեր ջանքերը Քավորին ու նրա շրջապատին հարստացնելու, որ միասին ծախսեք։ Այդ եղջյուրը ձիու տարվա այն եզակի երջանիկներից է, որ ընտանիքի մի մասը կառավարական ամառանոցում է վայելում կյանքը, մյուս մասը ջրվեժի ամառանոցում, բայց ինքը ոչ մի ընտանիքի հոգս չի հոգում, պետբյուջեն նրանց թիկունքին է։ Աստղերը Կապիկի տարում ծնվածներին հուշում են, ձիու տարում իջնեն օթերից դեպի իրականություն, խզեն կապերը քրեական գողական աշխարհի հետ, դառնան առավել խոնար ու հասկանան, որ ընդդիմադիրներին հայոյելով, վիրավորելով, միևնույն է, իրենց քաղաքական կշիռը չի բարձրանում։ Դուք ՔՊ-ի ամենամերժելի կերպարներից մեկն եք, որին աստղերը պարտադրում են չթքել, քաղաքացիների դեմքին, նույնիսկ չսպառնալ թքել, դա բարեկրթության կանոնների դեմ է։ Թիկնազորը այսօր կա կողքիդ, վաղը չի լինելու։ Քաջ Նազարը ստեղծագործությունը չմոռանաք, որ այդ ճանապարհով Հայաստանի Հանրապետության նախագահ դառնալու վաղեմի երազանքը ինչ որ մի օր իրականանա։ 2026-ին ընթരാճ հումորային շարք, որը 15 տարի ժողովուրդ օրաթերթը պահում է որպես անխախտ ավանդույթ։